Սարքը պատրաստված է սննդային ներժից, հաստ մետաղից, չժանգոտվող սննդային, ուրեմն իրան գազի ֆարսունկայի վրա ենք դրել, գազի ֆարսունկայով իրան տաքացնում ենք, ինքը արդեն հասել է, խնդրեմ, պարի ջերմաստիճանը ուրեմն 75-76 աստիճան, ուրեմն բացատրեմ պրոցեսը, ուրեմն հումքը լցրեցինք, ինքը նախ հերմետիկ շատ փակվում է, պարը բարձրանում է, մտնում է ուրեմն շարունակելով, մտնում է սուխապարնիկ, ուրեմն սուխապարնիկը ինչ դեր է կատարում, 15-ից 20 րոպեն մեկ իրան բացում ենք, յուղերը հավաքում է մեջը, եթերային յուղերը, դա թափվում է, նորից փակում ենք, ևս 15-20 րոպեն մեկ անընդհատ մինչև վերջանա ուղին, ուրեմն սառնարանի ջուրը խնդրեմ իրան մշտական ջուր է պետք, ջուրը մտնում է այստեղից եւ վերևից դուրս է գալիս արդեն ջուրը եւ տակից գալիս է օղին։ Տակից գալիս է օղին։ Նայեք ժողովուրդ ջան, խնդրեմ հիմա ցույց տամ թե ինչպես է գալիս։ Նայեք ինչ մաքուր, ուրեմն ինքը ձեր տամ սառը օղի է գալիս շատ ու շատ որակով։ Շատ որակով օղի է գալիս մաքուր։ Ուրեմն սարքի առավելությունը որն է, նայեք ցարգայի մեջով երբ որ տրուբան մտնում է ջուրը, այսինքն սառը ջուրը որ մտնում է, գնում է մտնում է սառնանան վերևից դուրս է գալիս, անցնում է ցարգայի մեջով, ուրեմն պարը որ բարձրանում է, տաք պարը արդեն, դիպչելով սառը տրուբային, յուղերը թափվում են մեջը։ Ուրեմն բարձրանում է, ինչը որ յուղերից փախցնում է, բարձրանում է վերև, արդեն սուխապարնիկն է իրան անջատում, այստեղից արդեն ոնց որ ասեցի, վինտիլը բացում ենք, թափվում է, նորից փակում ենք։ Սառնարանը շատ սառն է, ինքը շատ լավ արդարացնում է իրան, շատ լավ սառեցնում է։ Ուրեմն սա 70 լիտրանոցն է, ժողովուրդ ջան, ինքը նաև 88 լիտրի վրա էլ ունենք իրան եւ տարբեր այլ չափսերի վրա։ Կոնկրետ սա 70 լիտրի համար ինքը կարժենա 200,000 դրամ։ Խնդրեմ մի հատ էլ ցույց տանք։